Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգնի Սրբո ամեն։ Երեկո է շատերը հոգնած օրվա բեռան ծանրությունից հավաքվել ենք եկեղեցում եւ Սուրբ Պատարագի ենք մասնակցում։ Երեկոյան աղոթքը մեզանից թոթափում է այդ ամբողջ օրվա ծանրությունը, հոգնությունը, ուրախացնում է, զվարթացնում է, կայտառացնում է մարդուն։ Մարդը կյանքը, որ ապրում է այս աշխարհի մեջ, գնալով կամաց հոգնում է։ Գնալով կամաց դժվարանում է կյանքը։ Տարեց մեկը ասեց, այնքան եմ հոգնել, ուզում եմ պարկել սառը գետնի վրա էլ վեր չկենամ։ Կյանքը մարդուն կամաց բերում է այս վիճակին։ Բայց այդ ամեն ինչի վախճանն ինչ է։ Աստված այդ ամեն ինչի վախճանը նախատեսել է հարատև մի աղոթք, երկնքի արքայություն, որ անդադար աղոթք է, անդադար փառաբանություն է։ Այսինքն մարդ այդ վիճակից պիտի փոխվի ուրախության վիճակի։ Ինչպես մենք, շատ հեռավոր ձևով հիմա օրվա հոգնությունից հետո սկսում ենք ուրախանալ ու ցնծալ պատարագին, զվարթանալ, բեր գրել։ Այդ ուրախությունը եւ շատ ավելի մեծ, շատ ավելի կատարյալ սպասում ամեն մի մարդու, որ այս կյանք ապրում է այնպես, ինչպես այսօրվա իր թղթում հորդորում էր Պողոս առաքյալը, Կողոսացիներին ուղված իր ուղերձում։ Թող Քրիստոսի խոսքը բնակվի ձեր մեջ առատապես, որ կատարյալ իմաստությամբ ուսուցանեք եւ խրատեք միմյանց սաղմոսներով, օրհներգություններով, հոգեվոր երգերով եւ երախտագիտությամբ օրհնելով ձեր սրտերով Աստծուն։ Մենք սենց ենք ապրում։ Սաղմոսներով, օրհներգություններով, հոգեվոր երգերով, Աստծուն փառաբանելով, թե չարախոսելով, բամբասելով, հայոյելով, մի հատ օրհնության խոսք, մի հատ փառաբանություն, մի հատ սաղմոս, մի հատ աստվածային հոգևոր խոսք չկա։ Այդ մեծ շրջապատող ահռելի տեղեկատվական այդ դաշտում հայոյալից խոսքեր, ինտրիգներ պարունակող վերնագրեր, որ մարդկանց անընդհատ կտրեն հոգևորից, տանեն գցեն այդ տվայտանքների մեջ, անհանգստությունների մեջ, չարչարանքների մեջ։ Բա ինչ անենք։ Դրա համար էլ ստրեսների մեջ ենք, դրա համար էլ անհանգստությունների մեջ ենք, դրա համար էլ գիշերները քունները չի տանում, դրա համար էլ մարդիկ հաբեր են կուլ տալիս, որ քնեն, որ հանգստանան։ Ինչի՞։ Որտեվ աղոթք չկա, սաղմոս չկա, հոգևոր օրհնություն չկա, գոհություն չկա, տրտնջալով, դժգոհելով մարդիկ ապրում են։ Մի երիտասարդ տրտնջում է, ասում է, «Էս ինչ կյանք է», ասում է։ Իմ տարեկիցները մեծամեծ հաջողությունների են ասել կյանքում։ Մեկը իր մասնագիտական բնագավառում կարիերայի մեջ հաջողություններ է ունեցել, մեկը բիզնեսի մեջ մեծ գումարների տեր է, տուն ունի, մեքենա ունի, բան ունի, մեկը մի ուրիշ ոլորտում։ Ես ասում եմ, ամեն ինչ ունեմ, ոտքս, ձեռքս տեղը, ոչ մի բանի չեմ հասել։ Մի հատ ծերունի ասում է, տղաս, հələ լսի։ Կհամաձայնվես, որ $1 միլիոն տան ոտքդ կտրես։ Ես ասում եմ, ինչ ես ասում, չեմ համաձայնվի։ Իսկ ասում եմ, որ ձեռքդ կտրես $1 միլիոն դիմաց, ասում եմ, էլի չեմ համաձայնվի։ Ասում եմ, որ աչքդ հանեն, ասում եմ, 10 միլիոն էլ տան, չեմ համաձայնվի։ Ասում եմ, տես, դու ինչքան հարուստ ես, 10 միլիոնից ավելի հարստություն ունես, բայց դու դրսգոհում ես, տրտնջում ես ու չես գնահատում ունեցածը։ Այ մենք այտենց ենք։ Աստված մեզ տվել է շատ բաներ, այնքան լավ բաներ է տվել, այնքան շատ բաներ է տվել, բայց մենք սովորել ենք այդ ամեն ինչը չտեսնել, էլ ինչ որ հիմար բաների վրա տրտնջալ։ Ինչ որ մեկը $20,000 կամ $10,000 տվել է, ավտո է առել, մենք էլ դրանից տանջվում ենք, որ ինչի մենք չենք կարողանում ապրել։ Մեր ոտքը, ձեռքը, աչքը, ականջը 10 միլիոնից ավելի արժի։ Կա մեկը, որ կհամաձայնվի այստեղ, որ կտրեն իր աչքը կամ հանեն աչքը կամ ձեռքը կտրեն $10 միլիոն տան իրան։ Չեմ կարծում, թե այտենց խելագար կլինի մեջ։ Բա ուրեմն մենք ինչքան հարուստ ենք։
փուչ բաների վրա, հա, նեղվում ենք, չարանում ենք, մեր կյանքը դժոխքի ենք վերածում, նախանձում ենք, չենք կարում քնենք, չենք կարում հանգստանանք, չենք կարում հանդարտվենք, ասում ենք այ նա ունի, ես չունեմ։ Ինչ գիտես, այդ ունենալը բարի է, թե բարի չի։ Այդ ունենալը, որ նա ունի, լավ է, թե լավ չի։ Աստված ավելի լավ գիտի, ինչն է բարին։ Եվ ամեն մեկին տալիս Աստված այն, ինչ որ բարի է։ Մի մարդ անընդհատ շտապում է կյանքում, վազում է, շտապում է, որ շուտ կարողանա ամուսնանա, շուտ հաջողությունների հասնի գործի մեջ, շուտ ունեցվածք ունենա, ու անդադ շտապում է ու չի հաջողվում։ Ասում այ մարդ, ես ինչ է, ինչքան շտապում եմ, չեմ հասցնում անել ու չի հաջողվում։ Մի իմաստուն ծեր ասում է հələ նայի արևածագին։ Ասում է կարող ես այնպես անել արևածագը շուտ լինի։ Ասում է ոնց կարամ անեմ, արևածագը իր ժամանակին է լինում։ Այ կյանքում էլ ամեն ինչ իր ժամանակին պիտի լինի, քո շտապել օգուտ չունի։ Այդ ամեն ինչը պիտի հասունանա, հասնի իր ժամանակը ու նոր ունենաս այդ ամեն ինչը։ Ոչ թե դու պիտի շտապելով փորձես կյանքից առաջ ընկնել։ Աստված ամեն ինչ իր տեղին դրել է, դու պիտի ուղղակի կարողանաս վստահել կյանքին, վստահել Աստծուն։ Եվ իմանալ, որ Աստված բարին կկատարի, դու մենակ ապրի ինչպես, սաղմոսներով, օրհներգություններով, փառաբանություններով, հոգևոր երգելով, Աստվածային սուրբ խոսքի իմաստությամբ ապրի կյանքդ։ Բաց եմ թողնում Պողոս առաքյալի հորդորները կանանց, ամուսիններին, տերերին, ծառաներին, երիտասարդներին, ծերերին եւ գալիս եմ վերջի հատվածին, ասում է հաճախ աղոթեցեք, աղոթքի մեջ արթուն մնացեք գոհությամբ, միաժամանակ աղոթեցեք եւ մեզ համար, որպեսզի Աստված բացի մեր առաջ խոսքի դուռը, հայտնելու խորհուրդը Քրիստոսի, որի համար էլ կապանքների մեջ եմ, որպեսզի հայտնի դարձնեմ նրան, խոսելով այնպես, ինչպես որ պետք է խոսեմ։ Հաճախակի աղոթել, աղոթքի մեջ արթուն մնալ գոհությամբ։ Ինչը որ մենք չենք անում, հաճախ չենք աղոթում, մենք չենք գոհանում, մենք անդադ մտածում ենք, նույնիսկ եթե աղոթում ենք, ասում ենք, երբ պիտի վերջացնենք աղոթքը, երբ պիտի վերջացնենք պատարագը, ինչ լավ կլինի շուտ վերջանա պատարագը, որ հետո ինչ անեմ, հետո գնանք նստենք, զազրախոսենք, որ հետո գնանք նստենք, ուտենք խմենք, հետո ինչ ենք շահելու, ինչա տալու մեզ։ Պիտի սովորենք աղոթել եւ աղոթքի մեջ ուրախանալ, աղոթքի մեջ գտնել այն ամեն ինչը, ինչ որ ճշմարիտն է։ Իսկ ի՞նչ է դա։ Աստծո հետ լինելը, Աստծո ներկայությունը վայելելը, Աստծո լույսը վայելելը, Աստծո սերը վայելելը։ Աստված մեզ կանչում է այս ամեն ինչին, մենք ասում ենք Տեր Աստված, դու սպասիր, մենք գործեր ունենք այս աշխարհի մեջ։ Ես պիտի գնամ իմ գործերը անեմ, երբ որ այդ գործերը կանեմ կվերջացնեմ, այն ժամանակ ես կգամ քո լույսն ու սերը վայելելու։ Այդ գործերը վերջ չունեն։ Քանի գնում են այդ գործերը շատանում են, մեր հոգսերը շատանում են, մենք երբեք չենք ազատվում։ Պողոս առաքյալն ասում է, այսօր ընդունելու ժամանակը, այսօր ընդունելու օրը։ Դու հետաձգելով չես հասնելու այդ օրվան։ Ասում է վաղը երբեք չի գալիս։ Մենք ասում ենք վաղը կանենք, կհասնենք դրան։ Ասում է անցյալը մերը չի, անցել է, ապագան էլ մերը չի։ Մեր ինչն է, այս պահն է, այս ներկան է, եւ այս ներկայի մեջ պիտի ապրենք այն, ինչ որ ասում ենք պիտի անենք, այն ինչ որ ասում ենք կանենք, այն ինչին որ երազում ենք, ինչին որ ձգտում ենք, պիտի այսօր անենք։ Մի մարդ գետի ափին կանգնած ձուկ է որսում, այդպես կարթը գցած ձուկ է որսում, մեկ էլ հանկարծ մի հատ մեծ ձուկ է հանում գետից։
երև մի 4-5 կիլոգրամանու ձուկ է հանում գետից, հենց այս ձուկը հանում է, փաթաթում է ձուկը, գործիքները հավաքում է, որ գնա։ Հեռվում մեկը նայում էր, մոտենում է, ասում է, եղբայր, ուր ես գնում, ասում է, տանեմ այս ձուկը շուկա վաճառեմ, այսօրվա հացն եղավ, տանեմ գումարը իմ տանս հոգսերը հոգամ, մնացած ժամանակն էլ ասում է, մի քիչ տնով կզբաղվեմ, մի քիչ երեխեքով, երեկոյան էլ ընկերներից, բարեկամներից հետ կհավաքվենք, կասենք, կխոսենք, կերքենք, կպարենք, ուրախանանք։ Այս մարդն ասում է, գիտես, ես բիզնեսի մասնագետ եմ, դու սխալ ես վարվում, հələ օրը կեսօր չի ասել, դու պետք է մնաս տեղ, այդպես ձուկ բռնելու համար ինչքան ժամանակ է պետք, ասում մոտ 2 ժամ, ասում պետք է մնաս մինչև օրվա վերջը եւս 3 այդպես ձուկ կբռնես։ Հետո ասում ամեն օր այդպես կանես, այդ ձկները կվաճառես, շուտով նավակ կգնես եւ կգնաս արդեն գետի խորքերից ավելի շատ ձուկ կբռնես։ Հետո ասում մի որոշ ժամանակ էլ որ այդքան ձուկ բռնես, արդեն ձկնորսական նավ կառնես։ Հետո էլ ասում է, տենց կշարունակվի, հետո նավատոր կունենաս ձկնորսական, էլ չես վաճառի ձուկը, դու քո գործարանը կկառուցես եւ կսկսես դու քո ձուկը վերամշակել։ Հետո ասում է, մի որոշ ժամանակ դու մեծ կապիտալի տեր կլինես եւ մի գեղեցիկ օր այդ ամբողջը մի քանի միլիոնով կվաճառես, մի քանի միլիոն դոլարի կվաճառես։ Հետո ասում է կգնամ գյուղում, մի հատ տուն կառնես, քո համար կապրես, հավեսի համար օրը մի հատ ձուկ կբռնես, մնացած ժամանակն էլ ընտանիքիդ հետ, ընկերներիդ հետ կուտես, կխմես, կուրախանաս, կվայելես կյանքը։ Ասում է, քանի տարի է պետք դրա համար, ասում է, մի 20-25 տարի։ Դե ասում է, ես հիմա այդ կյանքը վայելում եմ, ինչ իմաստ ունի։ Խորհուրդ կա սրա մեջ։ Մենք այսօր կյանքը չենք ապրում, այսօր տարբեր բաներով ենք զբաղված, որ հետո ապրենք։ Այն ինչ որ մենք հետո պետք է ապրենք, հնարավոր է հիմա ապրել։ Եվ մենք կարող ենք հիմա ապրել, բայց մենք բարդացնում ենք մեր կյանքը։ Մի քանի միլիոնը բանկում ունես, դու ձուկ ես բռնում, ուրախանում ես ձուկ բռնելով եւ վայելում ես բնությունը, բանը, թե այդ մի քանի միլիոնը բանկում չունես, էլի դու ձուկ ես բռնում, ուրախանում ես, ինչ տարբերություն քո համար։ Այն ագահ հարուստ մարդու նման, որ իր ամբողջ հարստությունը վերածում մի հատ ձուլակտորի եւ տանում է այգում ծառի տակ թաքցնում է։ Եվ ամեն օր գալիս է, փորում է, ծառի տակից հանում է այդ ձուլակտորը, նայում է, ուրախանում է, հրճվում է, նորից դնում է հողի տակ, նորից գնում է իր բանին։ Եվ սենց երկար ժամանակ մի օր ծառան հետևում է, տեսնում է ինչ անում է մարդը, մարդու բացակայության ժամանակ գալիս է, փորում է, ծառի տակից ձուլակտորը հանում է ոսկու, գողանում է։ Այս մարդը գալիս է հերթական անգամ, բացում է, որ նայի, տեսնում է չկա։ Վայ-վույը դնում է, աղմուկ աղաղակը բարձրացնում է, հարևանը գալիս է, ասում է, ինչ է եղել, երբ որ հարևանին պատմում է եղելությունը, հարևանը գնում է մի հատ աղյուս է բերում։ Ասում է, աղբեր ջան, առեսի, դիր ծառի տակ, ամեն անգամ կբացես, կնայես, կուրախանաս, էլի կփագես։ Ասում է, ինձ ձեռ ես առնում։ Ասում է, ինչ տարբերություն, այն ոսկու կտորները տեղ թե այդ աղյուսը, մեկը դրանց քեզ ոչ մի օգուտ չկա։ Նույնը արա, այսա, մենք այս խելքին ենք։ Այդ հարստությունը այդ աղյուսի նման մի բան է։ Բայց մենք մեր կյանքերը բարդացնում ենք, մեր հոգսերը շատացնում ենք եւ չենք ապրում այնց ոնց որ Պողոս Առաքյալն է մեզ հորդորում։ Այլ թողած երկնքի ճամփան ընկել ենք այս աշխարհի ճանապարհների մեջ, լաբիրինթոսների մեջ։ Ինչ եմ պատրում այս աշխարհում, ասում է մեր մեծ բանաստեղծը, աղմուկի մեջ, աղաղակի մեջ, առուծախի, առուբախի, առուփախի մեջ։ Դրա համար էլ այսօր սենց ալնում։ Այսօրվա ավետարանում ասում էր մարգարեների թափած արյունը այս սերնդից են պահանջելու։ Աբելից սկսած մինչև Զաքարիա, որին սպանեցիք տաճարի եւ սեղանի միջև, ասում է բոլորի արյունը ձեզանից են պահանջելու։ Հիմա ես մտածում եմ, այս մեր
Զոհերի արյունը Աստված մեզանից է պահանջելու, որտեվ չապրեցինք իրանով, չապրեցինք իրա խոսքով, չապրեցինք ավետարանով, չապրեցինք Աստծո պատգամներով, չապրեցինք օրհնություններով, չապրեցինք գոհությունով, չապրեցինք սաղմոսներով։ Դրա համար էլ այսօրն ընկանք, դրա համար էլ այսքան զոհ ունեցանք։ Թողած այն կյանքը, որ Աստված մեզ շնորհել է, այն կյանքը, որով մենք պիտի ապրենք, մենք ընկել ենք փուչ բաների հետևից։ Ալեքսանդր Մակեդոնացին ասեց. իմ թաղման թափորի առջևից ոսկի շաղ կտակ ու վրայով կանցնեք, որ մարդիկ տեսնեն, ունայն բանը, ունայնության հետևից եք ընկել մարդիկ, ինչ եք փնտրում։ Աստված մեզ ողորմություն անի, Աստված մեզ խելք ու շնորհք տա, որ մենք իմանանք ինչի համար ենք ապրում, ինչու ենք ապրում եւ ուր ենք գնում։ Փառք Աստծո, որ այսօրվա պատարագը կա։ Փառք Աստծո, որ Աստված մեզ այսօր ուրախացրեց եկեղեցում հավաքվելու, օրվա տքնությունից, հոգնությունից, ծանր բեռներից հետո հավաքվելու եւ աղոթելու, իր ներկայության մեջ լինելու եւ իր աստվածային լույսով լուսավորվելու եւ ուրախանալու։ Թեև եկեղեցին կիսամութ է, բայց Աստծո լույսը շատ պայծառ է։ Աստծո շնորհը, սերը, խաղաղություն։